Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքում մենք շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել ավանդական թեմատիկ զրույցները։ Այս անգամ ես կշարունակեմ մի թեմա, որի հիմքը մենք դրել ենք դեռ 2 շաբաթ առաջ, խոսելով այս իշխանության ներկայացուցիչների ձեռք բերած հարստությունների մասին, որոնք նրանք հիմնականում ձեռք են բերել 44-օրյա պատերազմի և Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո։ Այսինքն այն գործընթացը, որի հետևանքով իշխանության փոքրիկ խմբակի ներկայացուցիչները դարձել են մեծ հարստության ու տանտեր զրկելով 100,000-ավոր մեր հայրենակիցների իրենց տնից և դարերի ընթացքում ձեռք բերած հարստությունից։ Ես նախորդ թեմատիկ զրույցը վերնագրել էի տնասեր տնավերները, հիմա կխոսենք տնասեր տնավերներ 2 թեմայի շրջանակներում։ Առանձնացրել եմ քաղաքացիական պայմանագիր խմբավորման մի քանի ներկայացուցիչների, որովհետև նրանց հարստության ծավալը շատ մեծ է և բոլորին մեկ թողարկման ընթացքում հնարավոր չի անդրադառնալ։ Ընտրում ենք պատահական մի քանիսին և խոսում դրանց մասին։ Օրինակ, Վահագն Ալեքսանյան, Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր և քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ, այսինքն Նիկոլ Փաշինյանի տեղակալը կուսակցության գծով։ Իհարկե սա այն ամենապրոբլեմային, ամենահայտնի իր բացասական իմաստով կերպարներից է հանրային կյանքում, նախկինում ակտիվություն է ցուցաբերել Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտասարդական թևում, անգամ չլինելով կուսակցության անդամ, ըստ իր հայտարարությունների, և ինչ-որ մի ժամանակահատվածում այդ խեղճ անճար երիտասարդը, որը ունի բարդ ընտանեկան պրոբլեմներ, ծնողների բաժանության հանգամանքով պայմանավորված, մինչև հիմա հոր տեղը կարծես չգիտի, մայրը վերջերս մահացավ, շատ բան չունենք ասելու, մինչև հիմա նույնիսկ ինքը սեփական ընտանիքը չստեղծած այս երիտասարդը միանգամից պարզում է ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո արդեն նորմալ սկսում է ժամանակի ընթացքում դիրքավորվել։ 2019 թվականի նոյեմբերի 18-ին ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից արդեն 1 տարի անց Վահագը ձեռք է բերում իր առաջի ավտոմեքենան Kia Magnish-ի 2011 թվականի արտադրության։ Նա գույքի եկամուտների հայտարարագրում մի կողմից նշել է, որ անշարժ գույք չունի, բայց դա խաբկանք է, որովհետև այլ գործարքների դասավորությունը և վերլուծությունը ցույց է տալիս, մասնավորապես տրված և ստացած փոխառություններ, վարկեր և այլն, որ Վահագ Ալեքսանյանը 2024 թվականին, այսինքն Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելուց հետո, երբ որ 150,000 արցախահայեր զրկվել են իրանց տնից, իրենց ունեցվածքից, իրենց սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունից և հենց նաև Վահագ Ալեքսանյանի մեղքով դարձել են փախստական, Վահագ Ալեքսանյանը բնակարան է ձեռք բերել Երևանում նորակառույց շենքում, այդ առումով գործարքի մեջ մտնելով Ord Development SP-ի հետ։ Գործարքի գումարը տարբեր հաշվումներ գոյություն ունեն, կազմում է մինչև ամենայն դեպս վարկը փոխառությունը, որ նա տվել է 31,813,000 դրամ։ Սրանց որ հարցնում ես, թե որտեղից են բոլորը, գրեթե բոլորն են տներ առել, հիմա մի քանիսի մասին ենք խոսենք, ասում են դե մենք վարկ ենք վերցրել։ Պարզ է, չէ, որ այդ վարկը կարա նաև կեղծ լինի։ Կեղծ այն իմաստով, որ իսկապես վարկ է, բայց բանկի պայմանների իմաստով, որովհետև ոչ մի բանկ չի կարա 20 տարով հիպոթեկային վարկ տրամադրի մի մարդու, որի եկամուտները մի քանի տարվա են, այսինքն եթե 24 թվականին է Վահագ Ալեքսանյանը վարկ վերցրել, 26 թվին Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը ավարտվում է։ Հիմա հունիսի 7-ին, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անհրաժեշտ ձայներ չհավաքի, Վահագն Ալեքսանյանը պատգամավոր չի ընտրվի։ Հետևաբար բանկ այդ ռիսկերը պիտի հաշվի առնի, չէ, որ մարդը հիմա աշխատանք ունի, բայց 2 տարի հետո նա այլևս աշխատանք չի ունենա։ Եթե 2 տարի հետո նա աշխատանք չի ունենալու, 20 տարվա վարկը ո՞նց է փակելու։ Այսինքն որևէ այլ քաղաքացու պարագայում բանկերը նման վարկ չէին տա։
Եվ սա ակնհայտ է, որ ֆինանսական ինչ-որ մի մեխանիզմ է գործում սրանց տան տեր դարձնելու համար։ Վահագ Ալեքսանյանը, որը բարձում է բանկում ընդամենը 117,000 դրամ իր հաշվին փող ունի, կանխիկ փողի սիրահարը պահում է կանխիկ 4,230,000 դրամ։ Նրա տարեկան աշխատավարձը 10 միլիոն դրամից ավել է, սա դեռ 24 թվականին, որովհետև միայն 25 թվականի դեկտեմբեր ամսին բոլոր պատգամավորները, այդ թվում Վահագ Ալեքսանյանը, ստացել են մոտ 3 միլիոն դրամի պարգևավճար։ Լթող բոլոր թոշակառուները, ովքեր որոշները գոհ են իրենց այդ 10,000 դրամ թոշակի ավելացումից, այդ 3 միլիոն դրամը բաժանեն 10,000 դրամի եւ հասկանան, թե ինչ են իրենք ստացել այս պետությունից եւ ինչ է ստացել Վահագն Ալեքսանյանը, որպեսզի հասկանան այս իշխանության իրական շահառուն մեր քաղաքացիներն են, թե փոքրիկ խմբակի ներկայացուցիչները։ Հաջորդը Էդուարդ Աղաջանյան։ Այս երիտասարդը հանրությանը ավելի շատ հայտնի է ոչ թե իր անուն ազգանունով, այլ DJ Edo անվանումով։ Սա հայտնի գործարարներից մեկի որդին է, նրա հայրը զիգզագի սեփականատերերից մեկն է եղել եւ Մոնտե Կարլոյի համալսարանի շրջան, այսինքն պարզ է, չէ՞ որ Մոնտե Կարլոյում որ կազինոներ կան, դա մենք գիտենք, բայց որ այնտեղ նաև համալսարաններ կան, սա նորություն է։ Դա երևի թե Հայաստանում միակ մարդը, որ այդ համալսարանի շրջանավարտ է, սա այդ հայտնի DJ Edo-ն է։ Սա ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո դարձել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, իսկ դրանից հետո տապալելով ըստ էության իր գործունեությունը դարձել է ազգային ժողովի պատգամավոր։ Սրա գույքի եկամուտների հայտարարագիրը վկայում է, որ սա ունի մեծ սեփականություն եւ անշարժ գույք եւ շարժական գույք, բայց ձեռքաբերե մինչեւ 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, ավելի շատ ոչ թե իր սեփական վաստակով, այլ հավանաբար ծնողների միջոցներով։ Մասնավորապես Հողամաս Տավուշի մարզում 2013 թվականին, մոտոցիկլ Պարվազ 2014 թվականին, բայց 2021 թվականին արդեն ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո մոտոցիկլների սիրահարը ձեռքաբերում հերթականը Yamaha-ն։ Իսկ դրանից բացի մի հատ հետաքրքիր տեղեկություն կա նրա կենսագրական տվյալների եւ հայտարարագրերի համադրման մեջ։ Նա այս վերջի շրջանում է ամուսնացել։ Ինքը եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, պարզում է, որ նրա կինը վարչապետի աշխատակազմի աշխատակից է եղել Վիկտորիա Այդինյանը, որը հիմա այս պահին դարձել է Մեհեր Գրիգորյանի փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, այսինքն DJ Edo-ն ժամանակին եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, իսկ նրա կինը հիմա փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն է։ Եվ նրա գույքի եկամուտների հայտարարագրում կա մի տվյալ, որ նա 90 օրից ավել փաստացի տնօրինում է բազմաբնակարան բնակելի շենք Անգլիայում, Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև բնակարան Երևանում, ամենայն հավանականությամբ կենտրոն վարչական շրջանում։ Ու ինչն է հետաքրքիր, որ նա հայտարարագրել է եկամուտներ Մեծ Բրիտանիայի կողմից 55,000 ֆունտ ստերլինգի չափով եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից 12,240 դոլարի չափով։ Խոսքը USAID-ի մասին է, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, որը փակվեց Թրամփի իշխանության գալուց հետո։ Ու այդ նույն չափով, այսինքն 55,000 ֆունտ ստերլինգի եւ 12,240 դոլարի չափով նա հայտարարել է ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար, ինչը որ տարօրինակ է, այսինքն ստացվում է, որ որևէ մեկը, ինչ որ պետական այլ երկրների, մասնավորապես Միացյալ Թագավորության եւ ԱՄՆ կառավարության միջոցներով, հսկայական միջոցներ 55,000 ֆունտ ստերլինգ եւ 12,000 դոլարից ավել, նա ստացել եւ ծախսել է կրթության նպատակներով։ Սա անկեղծ ասած շատ կասկածելի տվյալ է, սա փաստ է, թե իսկ թե ինչ ձևով է դա եղել, ինչ գործընթաց է եղել, ես կարծում եմ, որ կարելի է պարզել հետագա լրագրողական քննության արդյունքում։
Գանք մի հետաքրքիր իշխանական զույգի։ Դե գիտեք, որ այս իշխանության համակարգում շատ են Քավոր Սանիկ, ամուսիններ, փեսա աներձակ, հեր ու որդի հարաբերություններ իշխանության ներսում։ Օրինակ Արարատի մարզում, երբ որ մարզպետը Ռազն էր, նրան պաշտոնից հանելուց հետո Ռազի պաշտոնում մարզպետը նշանակել նրա որդուն։ Մենք հիմա կխոսենք Նիկոլ Փաշինյանի Քավոր Սանիկների մասին, աներձակի մասին, այսօր մի քիչ նաև այդ ընտանեկան կապերն են այստեղ ներկայացվելու։ Եվ ահա մեր падգամավորական զույգը սևական չէ, բայց ինքն է։ Նարեկ Բաբայան եւ Լենա Նազարյան։ Ուրեմն Լենա Նազարյանը մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը ներկայանում էր իբրև բնապահպան, այսինքն թեղուտի հարցերով էր զբաղվում, թռչկանի ջրվեժի, ինչու՞ չէ, նաև միգուցե եղել է նաև Մոսկվա կինոթատրոնի ամառային, այդպես մի հատ ծաղիկների բանը, այդպես գլխին դրած ծաղիկները բնությունով էր զբաղվում։ Դա իհարկե մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը։ Հեղափոխությունից հետո նրան այլևս բնությունը քիչ է հետաքրքրում։ Նրան ավելի շատ հետաքրում են սեփական շահերը, միջոցները եւ հարստությունը։ Եվ դա իրականացնում է իր ամուսնու հետ միասին։ Օրինակ, երբ որ 18 թվականի ձևավորվեց ազգային ժողովը, Լենա Նազարյանը դարձավ ազգային ժողովի նախագահի տեղակալ, իսկ նրա ամուսինը Նարեկ Բաբայանը պետական գույքի կառավարման վարչության պետ։ Եվ երկար պաշտոնավարելուց հետո 2021 թվականին սրանք ամուսիններով ընտրվեցին ազգային ժողովի падգամավոր։ Պատկերացրեք, ինչ գեղեցիկ հետաքրքիր ամուսնական զույգ է, որ առավոտյան ամուսիններով գնում են ազգային ժողով, երկուսն էլ որպես падգամավոր։ Օրինակ, եթե Էմմա Պալյանը ՔՊ-ից գյումրեցի ստիպված էր եղել իր ամուսնուն վերցրել որպես падգամավորի օգնական, Լենա Նազարյանի կշիռը շատ ավելի բարձր է։ Նա իր ամուսնուն վերցրել է որպես ազգային ժողովի падգամավոր։ Եվ հիմա նրանք երկուսն էլ падգամավորներ են։ Եվ Լենա Նազարյանը իդեպ Աննա Հակոբյանի մտերմուհիներից է, որովհետև հիմնադրման օրվանից հանդիսացել է Իմ քայլը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ վերջերս, երբ որ Աննա Հակոբյանը հոգաբարձուների խորհրդի նախագահից դարձավ Իմ քայլը հիմնադրամի տնօրեն, Լենա Նազարյանը հիմա Իմ քայլը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Եվ թերևս դրանով է պայմանավորված Աննայի Նիկոլի այս ամուսնական բարդ հարաբերություններով, որ Լենա Նազարյանը հիմա օրինակ չի առաջադրվել ազգային ժողովի падգամավորի տեխնացու, այլ առաջադրվել է միայն նրա ամուսինը Նարեկ Բաբայանը։ Իսկ ինչ են նրանք ձեռք բերել այս ընթացքում ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո։ 2022 թվականի ապրիլի 27-ին նրանք Ծաղկաձորում, Կոտայքի մարզում ձեռք են բերել բնակարան։ Պարզ է, չէ, որ Կոտայքում, Ծաղկաձորում նրանք մշտապես չեն ապրելու, սա իրենց հանգստի վայելքների համար նախատեսված բնակարան է, որը կարող են այս ժամանակաշրջանում նաև վարձակալությամբ հասնել եւ իրենց համար եկամուտ ստեղծել։ Նրանք 2021 թվականին դեկտեմբերի փետրվարի 12-ին ձեռք են բերել նաև Toyota Magnus-ի ավտոմեքենա, խոսքը Նարեկի մասին է։ Իսկ նրա կինը Լենա Նազարյանը ստացել է բացի իրանց հիմնական աշխատավարձից, որ ստանում են ազգային ժողովում, ինչ-որ 2 միլիոն դրամի ուրեմն եկամուտ է ստացել Լիլիթ Գևորգյանից, որը պարզ չի թե ով է եւ ինչ նպատակով է դա իրանց տվել։ Հիմա պատկերացրեք, ասենք, սա նորից եմ խոսում, կրկնում, որ խոսում եմ միայն 2024 թվականի հայտարարագրերի տեղեկությունների մասին։ Օրինակ 2025 թվականի դեկտեմբերին, երբ որ բոլոր падգամավորները ստացել են 3 միլիոնական դրամի եկամուտներ, այս երջանիկ զույգը բարձում է ստացել է 6 միլիոն դրամ։ Ես հիմա ուզում եմ մեզ լսող մարդիկ, ովքեր որ իրենց աշխատանքով, պարզ է, որ ամեն մարդ էլ դժվարությամբ է փող աշխատում, ինչ աշխատանքի դիմաց ամսական ինչքան վարձատրություն են ստանում, համեմատեն 6 միլիոն դրամը իրենց ստացած ամսական եկամուտի հետ, որ տեսնեն սրանք ինչի համար են փոխ։ Իդեպ ոչ Լենա Նազարյանը, ոչ նրա ամուսինը երբեք падգամավորական գործունեությամբ, ակտիվությամբ աչքի չեն ընկել, ոչ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ են, ոչ ելույթներ են ունենում, ոչ հարցադրումներ են անում, ոչ ընտրողների հետ են աշխատում, ոչ հարցազրույցների են գնում։
Այսինքն ամեն օրը նրանց համար սկսում եւ ավարտվում է զվարճանքներով։ Օրինակ ասենք այդ Նարեկին Բաբայան ես տեսել եմ Cloud 7 ակումբում, ընդ որում աշխատանքային օրվա աշխատանքային ժամերին մարդ իր համար գալի, լողանում, մարզվում, հետո կգնան այս փողերին, ռեստորաններում հաց կուտեն, կյանքը կվայելեն, շրջագայությունների կգնան պետության հաշվին։ Բայց դրա համար են սրանք ուզում նորից ընտրվեն падգամավոր։ Ձրի ապրում են մեր հասարակության հաշվին, հասարակությանը պատճառելով անդառնալի աղետներ եւ կորուստներ։ Մեր հաջորդ հյուրը Աներձակ Հրաչն է։ Նրա իսկական անունը, որով նրան շատ քիչ են դիմում, Հրաչը Հակոբյան է, բայց նա հանրությանը ավելի հայտնի է որպես Աներձակ Հրաչ, որովհետև նա Նիկոլ Փաշինյանի աներձակն էր, երբ որ նրանք համարում էին իբր ամուսնացած են, իսկ այս ամուսնալուծության այս խառը պատմություններից հետո Հրաչը այլևս չի կարող կրել ըստ էության Աներձակի տիտղոսը, այսինքն Աներ բառը արանքից դուրս է գալի, դառնում է սովորական ձակ։ Բայց նրա ամբողջ քաղաքական կարիերան կապված է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու եւ ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետ։ Մինչև այդ նա երրորդական սորտի դերասան էր, այսինքն ֆիլմերի էպիզոդների երրորդական դերերի, ոչ հիմնական դերերի դերասան, ասենք օրինակ ֆիլմերից մեկում նա խաղացել է ադրբեջանցի զինվորի դեր։ Եվ ահա 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո նա ընտրվել է падգամավոր, նաև 2021 թվականին, պարզ է, չէ, միակ հանգամանքը այդ պահին աներձակ լինելու հանգամանքն է։ Եվ հիմա քանի որ Նիկոլ Փաշինյանը որոշակի ընտանեկան խնդիրներ ունի, աներձակը այլևս չի առաջադրվել որպես падգամավորի թեկնածու, որովհետև նա զրկվել է աներձակի կարգավիճակից, իսկ սովորական ձակերին պարզում է ցուցակում տեղ չի հատկացվել։ Իսկ այն պահին, երբ որ ինքը աներձակ է եղել 2021 թվականի ապրիլի 28-ին Ջրվեժում ձեռք է բերել անհատական բնակելի տուն։ Նա անհատական բնակելի տուն ձեռք է բերել նաև 2020 թվականի հունվարի 16-ին, այսինքն նրա գույքի եկամուտների հայտարարագրում Ջրվեժում հայտարարագրված է երկու տարբեր առանձնատներ։ Մեկը ձեռք է բերել 20 թվականին հունվարի 16-ին, մյուսը պատերազմից անմիջապես շատ կարճ ժամանակ հետո կորուստներից հետո Հրաչը որոշել է գնահատելով իր մեծ ձեռքբերումը պատերազմի եւ կորուստների մեջ ձեռք է բերել երկրորդ առանձնատունը 2021 թվականի ապրիլի 28-ին։ Նա իհարկե ժառանգություն ունի ծնողների գույքից, բայց 2020 թվականի ամսի 16 այդ նույն օրը ոչ միայն առանձնատուն է ձեռք բերել, այլ նաև հողամաս Ջրվեժում։ Իսկ 2024 թվականին արդեն ձեռք է բերում Ջրվեժում սեփականության իրավունքով մեկ այլ առանձնատուն, ընդ որում սա 44 միլիոն 120 հազար դրամ արժեքով կառուցապատող ընկերությունը, որի հետ նա կնքել է պայմանագիրը, Capital Build ընկերությունն է։ Ես մտա այդ ընկերության կայք եւ նայեցի, որ նրանք կառուցում են բազմաբնակարանային շենքեր եւ մի հատ ամառանոցային երկու հարկանի տներից կազմված թաղամաս, բոլորը պրեմիում դասի։ Այսինքն Աներձակ Հրաչը ըստ էության ունի Ջրվեժի հատվածում շատ է սիրում այդ հատը, հովա։ Ինքը հովա շոքին չի դիբանում, էլի, քանի որ իրանք ամբողջ կյանքում ղռերում են ապրել, այնտեղ շոկ է, ես էլ եմ երրորդ մասում ապրում, այդ հատվածում ամառները հատկապես շոկ է։ Հիմա Աներձակի մարմինը զովություն է ուզում եւ դրա համար Ջրվեժի վրա է կենտրոնացած եւ նոր բնակարանը առանձնատունը, որը ձեռք է բերել 2024 թվականի ապրիլի 4-ին։ Իհարկե սրա հետ միասին 2023 թվականի մայիսի 22-ին, այսինքն Արցախի շրջափակման օրերին, ապրիլի 23-ին Հակարի կամրջում ադրբեջանական անցակետը դրվեց, պաշտոնապես Արցախը պահվեց շրջափակման մեջ, այդ ժամանակ նոր Հրաչը արդեն հանգիստ խղճով մայիսի 22-ին առավ իր 2021 թվականի արտադրության Volvo Magnishի ավտոմեքենան։ Ինքը նաև B26, ուրեմն ընկերության 100%-ի բաժնետեր է։
Մեր հաջորդ հերոսը ուրեմն մեծ շատ հետաքրքիր անձնավորություն է իր եւ ընտանիքի գույքի եկամուտների շատ յուրօրինակ հայտարարագրերով։ Խոսքը քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր եւ արդեն նոր առաջադրված ընտրությունների շեմին ՔՊ-ի падգամավորության 48-րդ համարի տեխնացու Սերգեյ Բագրատյանի մասին է։ Սերգեյ Բագրատյանը իհարկե նոր է դարձել ՔՊ-ական։ Դրանից առաջ ինքը եղել է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, ընդ որում ոչ թե սովորական անդամ, այլ ԲՀԿ խորհրդի անդամ, ԲՀԿ Վայոց ձորի մարզային կազմակերպության նախագահ։ Դրանից առաջ ինքը իհարկե եղել է նաև ՀԺԱՄ կուսակցության անդամ, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ Հիմա եկե հանգրվանել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում, նրանց խմբակցության падգամավոր։ Այդքան որ ասում են նախկինները իրենց արատավոր երևույթներով, կոռուպցիայով, բանով պետք է խոսքը այ ոնց որ թե հենց այս մարդու մասին է, որովհետև նա իznից առաջ 2010-12 թվականներին պաշտոնավարել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնում, որպես ԲՀԿ-ի, այսինքն քաղաքական կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժի։ Հետո ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալուց հետո նա եղել է ազգային ժողովի падգամավոր ԲՀԿ-ի համամասնական ցուցակում, իսկ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո սահուն անցում է կատարել դեպի ՔՊ։ Եվ ահա տեսեք թե ինչ ունի Սերգեյ Բագրատյանը։ Նրա գույքի եկամուտների հայտարարները որ նայում ես, իր կոնկրետ իր հայտարարագիրը, այն մարդ ասում ես, այս մարդու մենք ինչով կարանք, մեր բանով մենք օգտակար լինենք։ Ոնց որ թե ոչ մի բան չունի, սա տեղի տվյալներ չկան, ոչ տուն, ոչ ավտո, ոչ մի բան։ Միայն կա ուշադրություն 150 միլիոն դրամի փոխառություն, որը նա հանձնել է իր որդուն Բագրատ Բագրատյանին։ Հետաքրքիր է 150 միլիոն դրամ։ Ոնց է պետական պաշտոններ զբաղեցրած մարդու մոտ Գոյանում, երբ որ նորից եմ ասում, տեսեք, 12 թվին է նա ազատվել Վայոց ձորի մարզպետի պաշտոնից եւ հետո միշտ եղել է падգամավոր, այսինքն ամբողջ շրջանում ունեցել է միայն պետական պաշտոններ, ու միայն պետական պաշտոններ ունեցած մարդը կարողանում է 150 միլիոն դրամի փող ունենա ու դա հանձնի իր որդուն։ Ուրեմն նրա եկամուտները որ նայում ենք, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնից ընդամենը 38700 դրամ, իդեպ ասեմ, որ այդ կենտրոնի պրոռեկտորը նրա կինն է։ Հավանաբար այս փոքր գումարը պետական քննական հանձնաժողովի նախագահը հավանային դեպս երևի կինը տարենդե ձևակերպ է, անհասկանալի։ Մեկ է Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան։ Ես չգիտեմ որևէ մեկ այդ համալսարանի մասին լսել է բացի Սերգեյ Բագրատյանը, որտեղից նա 50500 դրամ է ստացել եւ ազգային ժողովի իր աշխատավարձը։ Բայց միաժամանակ նա հայտարարել է, որ հանդիսանում է դեռևս 2000 թվականին ստեղծված չնայած կենսագրության մեջ 98-2010 գրած Sergey Group ընկերության նախագահն է եղել եւ 100%-ի սեփականատերը։ Դե պարզ է, որ Sergey Group-ը Սերգեյ Բագրատյանի պարագայում դա հենց իր անունով ստեղծված ընկերությունն է։ Այդ ընկերության հետ ես անկեղծ ասած առնչություն ունեցել եմ։ Ինչով եմ ունեցել, որովհետև երբ որ ես մարզպետ էի, եւ պարզվեց, որ Վայոց ձորի մարզում, երբ որ կառավարությունը հրատապ խնդիրների լուծման նպատակով գումար է հատկացրել Վայոց ձորի մարզին, մարզպետ Սերգեյ Բագրատյանը որոշել էր, որ սահմանամերձ Խնձորուտ գյուղի խմելու ջրի ջրագիծը պետք է կառուցի Sergey Group ընկերությունը, որը շինարարական կազմակերպություն չի, առանց մրցույթի մարզպետ Սերգեյ Բագրատյանը սահմանամերձ գյուղի ջրագծի կառուցումը պատվիրել է Sergey Group ընկերությանը, որի 100%-ի սեփականատերը ինքն է։ Եվ դեռևս շինարարական աշխատանքները չսկսած պետությունից ստացել է կանխավճար։ Գումարի չափն ասեմ 100%, այսինքն ամբողջ գումարը, որ պիտի ընկերությունը ստանար մաս շինարարություն անելուց հետո, ստացել է միանգամից շինարարությունը չսկսած եւ պայմանագրի ժամկետի ավարտին ինքը դա վերապատվիրակել այլ ընկերության ու շինարարական աշխատանքներն էլ չէին ավարտվել։ Չէ, կոռուպցիա, բաներ գոյություն չունեն, խոսքը հիմա արդեն ՔՊ-ի падգամավորի մասին է։ Իհարկե նույն մարզպետի, որը նաեւ անցնում էր
դիզվառելիքի գործով, տարբեր քրեական գործերով, ազոտական պարարտանյութ սերմացուներ, ինչ որ եղել է, դրա հետ ինքը ոնց որ թե շատ էական առնչություններ ունեցել, որտեղ ունեցել առնվազն դատավարական կարգավիճակ։ Ես հիմա չգիտեմ, մեղադրյալի թե վկայի։ Դրա փոխարեն նա հայտարարել է նաև BSB ընկերության սեփականատեր 2% մոտարապես չափով, բայց ռեգիստրում ընկերությունը գրանցված է այն նույն հասցեում, որտեղ որ մշտապես հաշվառված է պարոն Բագրատյանը։ Եվ նաև Euro Oil ընկերության 50%-ի բաժնետեր 16 թվականին եւ հասարակական կազմակերպությունների անդամ։ Կնոջ, ինչ է հետաքրքիր, որ պարզվում է, որ Սերգեյ Բագրատյանը, որ առանձնապես գույք եկամուտներ չի հայտարարել, պարզվում է, որ նրանց հիմնական հարստության տերը նրանց ընտանիքում նրա կինն է, որը չնայած գիտությունների դոկտոր է եւ ունի պրոֆեսորի աստիճան եւ աշխատում է մի շարք բուհերում եւ ես չեմ կարողանում անկեղծ ասած որպես նախկին դեկան պատկերացնել, թե ոնց է հնարավոր նման ծանրաբեռվածությամբ աշխատել մի քանի բուհերում, ես հիմա կասեմ ինչ աշխատավարձներ են ստացել, ինչը վկայում է առնվազն ամենտեղ կես դրույքով ծանրաբեռվածության մասին, առնվազն ֆիզիկապես ուղղակի մարդը չի կարա հասցնի այդքան համասաներում դասավանդի։ Հետևաբար հարց առաջանում, թե եթե չի հասցնում ֆիզիկապես դասավանդել, այդ փողերը մարդ ոնց է ստանում։ Այն էլ մի մարդ, որը այդ ընթացքում ձեռք է բերում զբաղվում է փաստացի մի հսկայածավալ ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նայեք, Սերգեյ Բագրատյանի կինը ուրեմն 100%-ի սեփականատերը Bash Realty ընկերության։ Ուրեմն նա այդ ընկերությունը սեփականությունը ձեռք է բերել 13 մարտի 2023 թվական, այսինքն իր ամուսնու падգամավոր եղած ժամանակաշրջանում, երբ որ ինքը Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի պրոռեկտորն է եղել։ Պրոռեկտորը ձեռք է բերում հիմնում է 100% բաժնեմասով ընկերություն։ Զորավար Սեպու եւ որդիներ 50%։ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին, երբ որ ամուսին եղել ազգային ժողովի падգամավոր։ Դրանից ընդամենը 2 ամիս հետո էլ 50%-ի բաժնետեր Արևալույս ՍՊ-ում 50-ը փաստորեն էս մարդկանց է վերաբերում, մեր ժողովուրդը ուրիշ բան էին ասում, որ այտենց է չկարացան ապացուցեն։ Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված է 12 անշարժ գույք։ Ես հիմա դրանցից կառանձնացնեմ եւ ձեզ կներկայացնեմ միայն այն գույքերը, որը ձեռք է բերվել ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից եւ նրա ամուսնու ՔՊ-ական դառնալուց հետո։ Հողամաս Արարատի մարզում գնումը 2023 թվականի հունիսի 28-ին 2 հատ առանձին հողամասեր նույն օրն է ձեռք բերվել, այսինքն Արցախի շրջափակման օրերին։ Հասարակական նշանակության շինություն Արարատ Մասիս 2022 թվականի հոկտեմբերի 6-ին 44-օրյա պատերազմից 2 տարի հետո հողամաս Վայոց Ձորի մարզի Եղեգիսում 2 հատ առանձին հողամասեր 2022 թվականի օգոստոս ամսին, մեկը օգոստոսի 15-ին, մյուսը դրանից մի քանի օր հետո, օգոստոսի 22-ին։ Անավարտ շինություն Երևանի կենտրոնում 2022 թվականի նոյեմբերի 17-ին։ Բնակարան Երևանի կենտրոնում 2022 թվականի դեկտեմբերի 13-ին։ Հասարակական նշանակության շինություն Արարատի մարզի Այնթափ համայնքում 2021 թվականի օգոստոսի 18-ին։ Սրանք այն գույքերն են, որոնք տիկինը պրոռեկտորը, գիտնականը ձեռք է բերել միայն իր ամուսնու падգամավոր եղած ժամանակաշրջանում ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, պատերազմից հետո եւ Արցախի շրջափակման օրերին։ Խոսքը նաեւ այն դրվագների մասին է, որի մասին մանրամասն հրապարակումներ ունի հետք ուրեմն լրատվականը կապված Արարատի մարզում ավազի հանքավայրի շահագործման, հարկեր չվճարելու եւ այլնի հետ, ոնց որ թե աշխարհագրությունը այս գույքերի, հողամասերի եւ այլնի, ոնց որ թե համընկնում է հետքի հրապարակումների հետ։ Ավելի մանրամասն խնդրում եմ նայեք հետքում, որոնում տալով Սերգեյ Բագրատյան անվանումը։ Սերգեյ Բագրատյանի կինը նաև փոխառություն է տվել Bash Realty ՍՊ-ին 20 միլիոն 682 հազար դրամի չափով։ Նրա բանկային հաշիվների վրա կա 8 միլիոն 376 հազար դրամ, $4000, կանխիկ գումարը 8 միլիոն դրամ,
Եկամուտները իրեն պատկանող հողամասից հայտարարել է 10 միլիոն դրամի եկամուտ։ Ես չգիտեմ Հայաստանում այդ որ հողամասն է, հողամաս, որը իր սեփականատիրոջը ուղղակի պարգևում է 10 միլիոն դրամի եկամուտ։ Տուն-տեղ բարեգործական 123,500, որպես կանոն բարեգործական ընկերությունների նման հարստություն ունեցող մարդը ինքը պիտի գումար հատկացներ, բայց պարզվում է ինքը նաև բարեգործականից է եկամուտ ստացել 123,500 դրամ։ Նայեք, սլավոնական համալսարանից հայ-ռուսական աշխատավարձները հնարավոր չի մի դասախոս այդքան ծանրաբեռնվածությամբ այդքան բուհում աշխատի։ 2,120,000 Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ 1,247,000 գիտական կոմիտեի գիտական գրանտ 17,700 Արիոն Տուր ընկերությունից 1,515,000 դրամ գիտակրթական միջազգային կենտրոնից որտեղ պրոյեկտը 1,813,000 դրամ նույն գիտակրթական կենտրոնից նաև 7,16,000 դրամ եւ այդ Ավետիք Մկրտչյանյան տնտեսաիրավագիտական համալսարանից որտեղ նաև իր ամուսինն է 50,000 ստացել 50,000 ինքն է ստացել եւ Երևանի պետական համալսարանից 231,900 դրամ նայեք Երևանի պետական համալսարան տնտեսաիրավագիտական համալսարան գիտակրթական միջազգային կենտրոն մանկավարժական համալսարան հայ-ռուսական սլավոն 5 բուհից մի տարվա 5 բուհում մարդ կարա միաժամանակ աշխատի Սա գործնականում անհնար է, բայց հիմա ոնց է բանը, եթում են բացահայտում են, այս ինչ գյուղի դպրոցում մի հատ հավաքարար բանը լավ չի եկի աշխատանքի, 60,000 դրամ աշխատավարձ է ստացել, հլմած թե նայեք։ Անցնենք մեր հաջորդ հերոսներին, Ղալումյանների ընտանիք։ Ղալումյանների ընտանիքը, որի երկու կարկառուն ներկայացուցիչները Վահե եւ Հայկ Ղալումյաններն են եղբայրներ։ Սրանք Տավուշի մարզի Իջևան քաղաքից են եւ սրանց հաջողությունները պայմանավորված այն հանգամանքի հետ, որ հայտարարվել է, որ իբր սրանցից մեկը, մասնավորապես եթե չեմ սխալվում, Հայկ Ղալումյանը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի կնքահայրը։ Ավելի ուշ, երբ որ մենք իմացանք, որ Նիկոլ Փաշինյանը չի ամուսնացել ոչ եկեղեցով եւ ոչ էլ ԶԱԳՍ-ով, հետաքրքիր հարց առաջանում, թե սա որտեղ է դա ռեքավոր։ Ըստ Աննա Հակոբյանի հիշողությունների, իրանք միայն նշանվել են, այսինքն ինչ որ սինի, մինի, նվեր բան եղել է, միայն նշանդրեքի արարողություն։ Հավանաբար միայն այս նշանդրեքին կիսակավորը եղել է այս Հայկ Ղալումյան։ Բայց սա մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխություն։ Երբ որ տեղի ունենում ադրբեջանա-թուրքական հեղափոխություն, այս նկարի մեջ պատկերված երիտասարդը Վահե Ղալումյանն է։ Իհարկե այստեղ պատկերված է միայն իր գլուխը, դեմքի մասը, որովհետև էկրանը չէր բավարարի, որպեսզի նրա ամբողջական մարմինը պատկերել, որովհետև փորի ծավալը փակեր էկրանի ամբողջ եւ մենք ուղղակի ոչ մի կերպ հնարավոր չէր լինի նենց անել, որ միաժամանակ եւ փորը երևար եւ գլուխը։ Դրա համար մենք մյուս մասը նենց ենք վերցրել, որ միայն գլուխը երևա նկարի մեջ, մարդկանց կարծում եմ դա ավելի հետաքրքիր է իր մասին պատկերացում կազմելու համար, չնայած փորը ավելի մեծ ինֆորմացիա է տալի իր որովայն էլի։ Ուրեմն սա սկզբից 18 թվին նշանակվել է Տավուշի մարզպետ, հետո դարձել է ազգային ժողովի падգամավոր, տարածքային նաև հարցերի հանձնաժողովին եղբայրն է դառել Տավուշի մարզպետ, այսինքն հիմա ինքը ազգային ժողովում հանձնաժողովի նախագահը, եղբայրը Հայկ Ղալումյանը, Տավուշի հիմիկվա մարզպետն է, երկու եղբայր, երկուսն էլ տարբեր բոյի, բայց փորի ծավալները երկուսին էլ ոնց որ թե նույնն է։ Մեկը հիմա Վահե Ղալումյանը 44-րդ համարն է այդ ցուցակում, Հայկ Ղալումյանը 49-րդ համարն է, հարևան են ցուցակում։ Ուրեմն ինչ սրանք ունեն մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխության ունեցածից բացի 2021 թվականին Վահե Ղալումյանը հոկտեմբերի 19-ին ձեռք է բերել ուրեմն բնակարան Երևանում
Արաբկիր վարչական շրջանի տարածքում։ Իսկ 2021 թվականի հոկտեմբերի 6-ին, այսինքն հոկտեմբերի 6-ին Իջևանում ձեռք է բերել հողամաս, իսկ դրանից մի քանի օր հետո հոկտեմբերի 19-ին ձեռք է բերել բնակարան Երևանում։ Իսկ Հայկ Ղալումյանը ադրբեջանա-թուրքական պատերազմից հետո Դավիթ Հաշենում է ձեռք բերել բնակարան 2022 թվականի փետրվարի 9-ին։ 2021 թվականի հոկտեմբերի 4-ին է ձեռք է բերել Mitsubishi Magnişi ավտոմեքենա, իսկ դրանից բացի ինչն է կարևոր, որ պարոն Ղալումյանը այս դեպքում արդեն Վահեի եղբայրը, Հայկը, մարզպետը, Հայ-Էկոնոմ բանկի բաժնետոմսեր է ձեռք բերել, դեռևս մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը 2015 թվականի սեպտեմբերի 16-ին եւ 2016 թվականի օգոստոսի 25-ին, որոնց դիմաց ստացել է նաեւ այդ Հայ-Էկոնոմ բանկից $71298 վալ։ Նա Eco Building SP տնօրեն Արամ Մինասյանից է ստացել է 3.780.000 դրամի փոխհատվություն։ Բարձա չէ, Հայ-Էկոնոմ բանկն է դե գիտեք։ Մեր ԿՊԵ-ականների են ամենասիրած բանկն է։ Այդ բանկի հետ երևի տենց շատ քիչ ԿՊԵ-ականներ կան, որոնք ոչ մի առնչություն չունեն։ Բանկի հիմնական սեփականատերը դե գիտեք։ Մեր Խաչատուր Սուքիասյանը շատ ազնիվ, վերին, չէ, օլիգարխ, բան ասես թու Ադրբեջանի հետ բիզնես, Թուրքիայի հետ, չէ։ Հայրենանն է, վեր, շատ բան պաշտոնական բայշքան տակտով, լրագրողների հետ շփումներից, քաղաքացիների հետ շփումներից, վերին աստիճանի դաստիարակված, կիրթ, հավասարակշռված, բանի միջազգային ակադեմիաների ակադեմիկոս է։ Դες մի նայեք, Խաչատուր Սուքիասյան կենսագրության մեջ գրել է, որ ինքը նաև ակադեմիաների անդամ է։ Ու նաև Հայ-Էկոնոմ դե ծեր է։ Հայ-Էկոնոմ բանկի սեփականատ ու մեկ է պարզվում է, որ նաև այս Ղալումյաններն էր դրա հետ ուղիղ առնչություններ ունեն։ Նիկոլ Փաշինյանի քավորներ, այսինքն տեսեք ինչ մեխանիզմներ է գործել դեռ մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը։ Անցնենք, որպեսզի նաև բալանսը պահենք, էլի գենդերային բալանսը պահենք, ԿՊ-ում դրան շատ մեծ ուշադրություն են դարձնում։ Անցնենք մի, չգիտեմ ոնց ասեմ, տիկին ասեմ, օրիորդ ասեմ, կենսագրական տվյալներին, որ նայում ես, պիտի որ օրիորդ լներ, բայց որ կրսկերի ծանրաբեռվածության մասին իր խոսույթին նայում ես, դժվար թե օրիորդը տենց պատկերացումներ ունենար կանանց կրսկերի ծանրաբեռվածության ինտենսիվության մասին, որում խոսքը ամենայն հավանականությամբ այն ինչ որ ինքը ասել է, իրան չի վերաբերում, իր ծանրաբեռվածության մասին հայտարարություններ ինքը չի արել, իր սանձարձակ պահվածքը այդ ժամանակվա այլ բազմազավակ ընտանիքի մոր էր վերաբերվում։ Սա ԿՊ-ի ցուցակի հիմիկվա 12-րդ համարն է եւ վերջերս դարձավ նաեւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ։ Հանձնաժողովի փոխնախագահն էր։ Ուրեմն իր գույքի եկամուտների հայտարարում որպես բնակարան չի հայտարարում թե ինքը որտեղ է ապրում, բայց հաշվառման ընտրողների ռեգիստրի տվյալներով երևում է, որ սրանք ապրում են Նոր Նորքում իր ծնողների եւ քրոջ հետ միասին։ Բայց դա դեռևս քանի որ ձեր չի բերել սեփականության իրավունքը, դրա համար չի հայտարարել։ Ստեղ կա շատ հստակ տվյալ, որ նա դեռևս վարկի գումարով որ նայենք, դա լում է 2023-2024 թվականներին, այսինքն Արցախի շրջափակումից կամ Արցախը Ադրբեջանին ամբողջությամբ հանձնելուց հետո եւ 100,000-ավոր մեր հայրենակիցներին տնավեր դարձնելուց հետո Արուսյակ Ջուլհակյանը թողնելով կրսկերի ծանրաբեռվածությունը անցնում է ֆինանսական ծանրաբեռվածության գործարքների։ Ord Development SP-ից հետ փոխառության պայմանագիր է ունենում 3.601.000 դրամի չափով եւ առանձին գործարք 25.933.490 դրամի չափով։ Այսինքն այս գումարները համընկնում է կառուցվող բազմաբնակարանային բնակարան շենքից բնակարան եւ ավտոտնակ ավտոկայանատեղի ձեռք բերելու գործարքին։ Սա
ընկեր Արուսյակ Ջուլհակյանը պարտատոմսերի սիրահար է։ Այսինքն, եթե իհարկե տունը առել է, տան հարցը իհարկե ինքը լուծեց արցախցիներին տնավեր դարձնելուց հետո, բայց այլ տենց ասենք ավտո չէ, պարտատոմսեր է սիրում ձեռք բերել։ Արմսվիս բանկ ՓԲ 2024 թվականի նոյեմբերի 4-ին Արցախը հանձնելուց հետո 7.500.000 դրամի պարտատոմս։ Արմսվիս բանկից 2023 թվականին Արցախի շրջափակման օրերին, երբ որ հունիսի 12, երբ որ Նիկոլ Փաշինյանը արցախցիներին բացատրում էր, թե իրանք ոնց կարող են բանջարեղենային ճաշեր պատրաստել եւ ուտել, Արուսյակ Ջուլհակյանը Արմսվիս բանկից ձեռքաբերում երկրորդ խմբականակ պարտատոմսերը 10 միլիոն դրամի։ Մեկը հարսնյասի, ջայլ աղջիկ, անտերի պես, ծնողները մեկը դասախոս, մեկը լաբորատորիայի վարիչ նույն համալսարանում։ Սա այս միլիոնները սրան որտեղից հայտնվան, որ սա սկսեց բանկերի պարտատոմսեր ձեռք բերել։ Հայ-Էկոնոմ բանկ, Խաչիկ ջաջայի։ Այնտեղ տվյալները պաշտպանված են նշե, բայց ուրեմն 2022 թվականին 10 միլիոն դրամի պարտատոմսեր։ Բոլոր պարտատոմսերը, այդ պարտատոմսերի սիրահարը Արցախը հանձնելուց հետո նաև ունեցել է եկամուտներ Ինեկոմ բանկից 2.826.000 դրամի, Ինեկոմ բանկից մի հատ առանձին 173.000 դրամի, Արմսվիս բանկից 1.212.000 պարտատոմսերը հենց այնպես չեն, նաև պարզում է եկամուտներ են բերում։ Հայ-Էկոնոմ բանկից 1.110.000 դրամ, Հայ-Էկոնոմ բանկից $525, ֆինանսների նախարարությունից էլ 2.803, սա հավանաբար բանն է։ Եկամտահարկի վերադարձնա, որովհետև ՔՊ-ականները դրանք սիրում են մեր պետությանը, ասես ճանգռելով, ասես քիրեն բոլոր հնարավոր դրսևորումներով, այսինքն իրանք ոչ միայն տներ են առնում, այլ նաև պետությունից այդ նորակառույցներից են առնում, որ այդ եկամտահարկի վերադարձնել, այդ փողն էլ իրանք հետ ստանան։ Էդ էլ է ճանգռելով բերել 2.803.000 դրամ։ Իհարկե ազգային ժողովից կայուն իր աշխատավարձը տարեկան 10.700.000 դրամից ավել, առանց իհարկե նորից եմ կրկնում 2025 թվականի ուրեմն պրեմիայի դեկտեմբեր ամսին, որը 3 միլիոն դրամ, այսինքն միայն մեկ ամսվա պրեմիան հավասար է դրանց տարեկան աշխատավարձի 1/3-ին։ Սիրում են էլի սրա, բայց դրամ էլ ուզում են պատգամավոր դառնան այս մարդիկ։ Բայց ինչ, Արուսյակ Ջուլհակյանը պատկերացրու, ասենք սրա ճակատագիրը, եթե ՔՊ-ն իշխանությունից հեռացվի։ Ասենք ով կվերցնի սրան աշխատանքի։ Ընդհանրապես ասենք աշխատանքի վերցնելու պարամետրեր գոյություն ունեն, չէ՞։ Ասենք որևէ խանութում մեկը կվերցնի այս աղջկան որպես սրահի աշխատող, տեսնողը կփախնի, դրան ոնց կարա տես բան լինի։ Դրա համար էլ լավ է։ Դրա համար էլ ասում են շատ լավ է, թող միլիոնավոր մարդիկ հայ ժողովրդով վնասներ կրի, տնից տեղից ամեն ինչից զրկվեն, իրանք հարստության տեր դառնան։ Այդպես է մտածում նաև մեր մյուս հերոսը Տրթած Սարգսյանը։ Ուրեմն Տրթած Սարգսյանը ես շատ լավ եմ ճանաչում էլի։ Ասենք մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը սրանց երը դասախոս էր, այն դասախոսների շենքից մի հատ փոքր տուն ունեին, 4 հոգով այդ իր ծնողների հետ, երկու աղբեր այդ մի տան մեջ ապրում էին, ինքն էլ իրան շենքի լիֆտի փողներ հավաք։ Այդ եղել է Տրթատի կարիերայի պիկը մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխություն, շենքի լիֆտի փողը հավաքել է, բայց ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Տրթատը ստանում է իր կյանքում առաջին կայուն աշխատանքը, որն է դա ապրեք, Վայոց ձորի մարզպետ, ու ինչ անում Տրթատս այդ ժամանակ հարստության տեր է դառնում ու սկանդալային պատմություններով հեռանում է, բայց շատ չի հեռանում։ Հեռանալուց հետո դառնում է ՔՊ-ի աշխատակազմի ղեկավար, հետո ազգային ժողովի պատգամավոր։ Այդ ընթացքում նաև եղբոր կարիերայի հարցերն է լուծում։ Այսինքն ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո իր եղբայրը Դավիթ Սարգսյանը նշանակում է Սփյուռքի նախարարի տեղակալ, որովհետև այդ ժամանակվա նախարարը Մխիթար Հայրապետյանը Տրթատի համակուրսեցին էր, որովհետև Մխիթարի մյուս համակուրսեցի մյուս փոխնախարարն էր, այս մի համակուրսեցու եղբորներ դարձին մյուս փող Սփյուռքի։ Ոչինչ որ իրանք Սփյուռքի հետ կապ չունեին։ Հետո երբ որ Տրթատը սկանդալային պատմությունով հեռացվեց մարզպետի պաշտոնից, մարզպետ նշանակվեց այն փաստաբանով, որ իր շահերն էր պաշտպանում, իսկ մարզպետի տեղակալ Տրթատի եղբայրը, որը
Ադրբեջանը թուրքական հեղափոխություն չէ, արդեն Արցախի գաղթի օրերին, երբ որ վայքում կենտրոնա ստեղծվե արցախցիներին օգնություն տրամադրելու համար, մարզպետի տեղակալը ազատվում է պաշտոնից, որովհետև ինքը արդեն նշանակվում է Վայոց ձորի եւ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավարության առաջին հայտանի դատանի դատավոր, որպեսզի Ալենի հայցով իմ դեմ որոշում կայացնի եւ ես Ալենին ներողություն խնդրեմ Ալենից եւ նրան փոխհատուցման գումարներ վճարեմ։ Ահա հիմա տեսնենք թե ինչի տեր դարձավ Տրթատը այս իշխանության օրոք։ Ընտանիք Տրթատս ամուսնացավ եւ այդ լիֆտի փողը հավաքող Տրթատը եթե կարողանար այդ ամիսը 50,000 դրամ փող հավաքեր տար լիֆտի շահագործման տակ իրան մնար մի 5,000-ը հարսանիքը նշել է Dvin Music Hall-ում, այսինքն ամենաթանկ ռեստորանում, որտեղ կարող է մի աթոռի մենակ հյուրերի գումարի գինը 50,000 դրամից պակաս չլինի։ Դե որովհետև արդեն Տրթատը դզվել է, քավորն էլ հարգելի է մեր քավորը։ Ով է Տրթատից քավորը? Սուրեն Պապիկյանը։ Եվ ասես քավոր, ասես Նիկոլ ասենց իշխանություն ունեցող Տրթատը ոնց կարար 2021 թվականի փետրվարի 15-ին բնակարան ձեռք չբերեր Երևանում։ Ոնց կարար 2023 թվականի նոյեմբերի 11-ին ավտոկայանատեղի ձեռք չբերեր Երևանում։ Ոնց կարար 2021 թվականին բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածք, մի հատ կոմերցիոն տարածք ձեռք չբերեր Երևանում։ Դրա հետ միասին Տրթատս մնալ առանց ավտո, ոտով մանգար։ Ոչ, Տրթատին պետք էր ավտոմեքենա։ Դրա համար նա առել է 2022 թվականի ապրիլի 25-ին Volkswagen էլեկտրոմոբիլ, բայց հետի Տրթատից համար եղել է քիչ։ 2024 թվականին արդեն հետի պատերազմից հետո էր Volkswagen-ը։ Արցախը վերջնականապես հանձնելուց հետո Տրթատը քանի որ արդեն ինքը մի քիչ ավելի էր կլորիկացե սիրունացե։ Դրա համար իրան պետք էր BMW 2022 թվականի արտադրության, որ առել է 2024 թվականի ապրիլի 2-ին 26 միլիոն 330,000 դրամով։ Հիմա պատկերացրեք Տրթատին այդ BMW-ի փողը տալուց, ասում է հայ գիտի Տրթատ, Լեննականից քայլելով են քո գունավոր կուրտկան, մեկ էլ 26 միլիոն 330,000 դրամը, որը տվել է BMW առնելու։ Նա պարզում է նաև 2020 թվին ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Promend SP-ի ուրեմն հիմնադիր է եւ 100%-ի բաժնետեր։ Այդ կապակցությամբ Civilnet-ը 2023 թվականի դեկտեմբերի 1-ին հրապարակում ունի, որտեղ որ չի կարողանում պարզել, թե Տրթատը ոնց է եղել ազգային ժողովի падգամավոր եւ միաժամանակ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Իսկ նրա արդեն երջանկացած կինը Սվետլանա Մովսիսյանը Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում հողամասա գնել 2023 թվականի մայիսի 25-ին, այսինքն Արցախի շրջափակման օրերին կրկին ԿՊ-ականները ձեռք են բերում հերթական սեփականությունը, որ Տրթատս կենտրոնում ապրելու ժամանակ, երբ որ շոքերն ընկնի, նստի հարց հետա Volkswagen-ը թե BMW-ն։ Կամ Volkswagen-ը կամ BMW, կամ ինքը Volkswagen-ով, կնիկը BMW-ով։ Էթում են արդեն Աշտարակ, որտեղ ձեռք են բերել հողամաս 2023 թվականին եւ կարճ ժամանակ հետո 2024 թվականի սեպտեմբերի 13-ին դրա վրա հայտնվում է բնակելի տուն որպես նվիրատվություն։ Մատ ես ուզում եմ անամ, այդ ով որոշեց 2024 թվին Տրթատի կնոջը մի հատ Աշտարակում իր ձեռք բերած հողամասի վրա նվիրի մի հատ անհատական բնակելի տուն։ Եկամուտներն էլ երևում է որ Տելեկոմ Արմենիայում աշխատում 956,000 դրամի եկամուտ ստացած, բայց իրանց տուն հյուրերը որ գնում են նվերով են էթում, դատարկ չեն էթում։ Տրթատի կնոջ ստացած նվերների գումարը ըստ հայտարարագրերի 2 միլիոն 800,000 դրամ, իսկ Ինեկոն բանկից 300,000 դրամ։ Եվ այս ցածր աշխատավարձ ստացող տարեկան 956,000-ը բաժանեք 12-ի ամսեկանը ստանալու համար։ Այդ ցածր աշխատավարձով աշխատող կինը Տրթատի հետ ապրելու երջանկությունից կանխիկ գումարապահում 3 միլիոն 500,000 դրամ, 100,000 ռուբլի եւ 6,000 դոլար։
Սիրելի հայրենակիցներ, սա ընդամենը մի փոքր մասն է այս փոքրիկ խմբակի մեծ հարստության։ Եվ ինչպես տեսնում եք, ես դա ներկայացրեցի ձեզ միայն ըստ իրենց գույքի եկամուտների հայտարարագրի, միայն այն ինչ որ իրենք են հայտարարագրել, ինչ ովքեր ինչի տեր են դարձել, հատկապես Արցախ-Ադրբեջանին հանձնելուց եւ Արցախի 44-օրյա պատերազմից հետո։ Այսինքն, որպեսզի դուք տեսնեք ձեր աչքերով, իրական փաստերով ու թվերով, թե ինչ կարճ ժամանակահատվածում հայ ժողովրդի դժբախտությունը եւ ողբերգությունը ոնց է դառնում այս փոքրիկ խմբակի համար հարստություն եւ երջանկություն։ Պետք է փոխել այս վիճակը։ Պետք է սրանց փոխարեն իշխանության ղեկին լինեն մարդիկ, ովքեր ոչ թե իրենք են հարստանում պետության համար աշխատելուց, այլ իրենց աշխատանքով մարդիկ են հարստանում, ժողովուրդն է հարստանում, ավելի քիչ հարկեր վճարող փոքր բիզնեսով, ավելի բարձր թոշակ ստացող թոշակառուներով, ամսական 150,000 դրամ նպաստ ստացող ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդկանցով, ոչ թե պարգևավճար ստանան պետական չինովնիկները, ընդ որում ոչնչի համար, դուք տրթած լսած կաք ազգային ժողովում ելույթ ունենալուց, հարց տալուց, միտեղ հարցազրույց չկա տես բան։ Ինք այսպես կլոր գնդրվելով, էթում իր հարստությունը ձնագնդի պես հավաքում իր վրա։ Մենք դա պետք է թույլատրենք։ Կարծում եմ, որ ոչ, պետք է փոփոխությունների ժամանակ 24 ժամ ինտենսիվությամբ աշխատող, իր ստեղծած հարստությունը իր ժողովրդի հետ կիսող իշխանություն է պետք։ Եվ այդ հնարավորությունը կա, այդ հնարավորությունը արտահայտված է մի այսպիսի պարզ խտի վրա, որի միանկյունում գրված է ալելու համար 3, դա քվեաթերթիկ է, այդ քվեաթերթիկը լուծելու է այս փոքրիկ խմբակին դեպի այլ կողմ ճանապարհելու եւ մեր ժողովրդին դեպի նոր փոփոխությունների բերելու հարցը։ Լավ եղեք սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք 168-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ սպասեք մեզ նաեւ հաջորդ երկուշաբթի։ Լավ եղեք։